Սուրճ եմ աղում ժողովուրդ ջան, անուշ, հոտը տարածվել է տան մեջ։ Հիշում եք, այս սարքը ակցիոնից էի առել մի քիչ փոքր ու դա, բայց հարմար է սուրճ աղալու համար։ Այս սուրճն էլ Ալբերտեյնից էի առել, լավազա, ինքան լավ ֆիրմա է, ինքան համով սուրճ է։ Մի քիչ էլ աղամ ու վերջացնեմ։ Շատ մանր պետք չի աղամ, ինձ պետք է սա բանով, ֆիլտրով անցկացվում է, այնպես որ մի քիչ ենքան, որ բան է լինում, հայկականի նման մանր չի էլի, խոշոր է աղում։ Հալո կյանքս, այս ինչ են դրել բեյբիների սապոկների մեջ գորտերը, գորտ, ուրիշ կենթանիներ։ Բարի օր, շատ սիրելի բարեկամներ, հուսով եմ բոլորդ լավ եք։ Այսպես կարճատև դուրս եկա, բայց սառն է, կարելի է ժակետ հագնել։ Այսքան փոփոխական եղանակ է։ Անցնում էի փոքր երեխա էր, մի տարեկան այդպես բեյբի էր, քայլում էր, մի կերպ գնդակով խաղում էր իբր, նայում եմ հագի տրիկոն, մեր խանութից էր։ Դրսում որ տեսնում եմ մեր խանութի շորերը դե ճանաչում եմ։ Բայց խանութում ավելի սիրուն է երևում, քան հագած արդեն։ Կարող է հին էր դրա համար գույնը բան մի քիչ արդեն այն չէր։ Ինչևէ ժողովուրդ ջան, դուրս եմ եկել, գնամ կանաչ պետք է առնեմ, հետո պետք է մտնեմ նասկիներ պետք է առնեմ տղայիս համար ու մի բան էլ պետք է առնեի ժողովուրդ ջան։ Չեմ հիշում, մոռացա, չգիտեմ ժողովուրդ ջան, հասնեմ տեղ երևի կհիշեմ էլի։ Այսօր ճաշի համար համով մսով սովորական կոտլետներ եմ պատրաստել, բայց չեմ տապակել գազի վրա, ջեռոց եմ դրել, ֆոլգայի մեջ այդպես փաթաթել, ջեռոց եմ դրել, փափուկ լավ ստացվել էր։ Տղամարդկանց այսօր այդպես եմ հյուրասիրում։ Հանկարծ տեսա, որ թարմ կանաչի է պետք, չունենք, գնամ առնեմ, այդ գնում եմ են ծանոթ քուրդ տղայի խանութը, դրա մոտ միշտ էլ լավը չի լինում կանաչին, տեսեմ հլե ինչա, ամեն դեպքում կվերցնեմ, լավ լինի, թե լավ չլինի, գոնե մի հատ պետք է վերցնեմ մի բան, որովհետև թարմ կանաչի չունեմ, մենակ խցիկում որ սառեցրած ունեմ, դրանից է մաղադանոսը։ Հիշում եք են դիմացի հարևանուիս որ կար 90 անց, այսօր պատուհանից տեսնեմ, մի ձևի կաղալով էր քայլում, մի հատ այդպես սայլակ ունի էլի, որ դրանով է առևտրի գնում, դրա վրայից այդ պլաշն էր հանում, որ նստեր գնար, մի կեր ոտքը քարշ տալով, խեղճկինը եկավ, հանեց, ուրեմն նայում եմ հագնվել է, ինչպես միշտ սիրուն հագնվել է, սվիթերը թարս էր հագել, վերևից դեղո չէի ասի, եթե ներքևում լինեի կզգուշացնեի, դե խանութ էր գնում, բայց ինչ անեի, պատուհանից այդպես տեսա, ոչ ման չէի կարա անեի, այդպես մոտիկ չենք, որ պատուհանը բացեի գորայի սվիտերը թարս ես հագել։ Ինչևէ խեղճկինը կաղալով էր քայլում, ասում եմ խեղճկինը, պատկերացրեք 90-93 տարեկան է կարծեմ, ամեն մեկը կերազի, որ այդքան ապրի, են էլ իրանց ապրած կյանքը։ Երեկ էլի գնացքվան գործադուլ էին արել, լավա ես գործի չէի, որովհետև մեկա չէի կարա գնայի այդպես ստրեսային կլներ։ Իրիկունը իմ գոլեգաներից մեկը գրել է, Սվետլանա ասում է, ինձ մի հատ խորհուրդ տուր, ինչ անեմ, չկայացա գործի գնամ, ոնց անեմ, ինչ անեմ, հիմա որ գրեմ ասում է ինձ, որ ասեմ, թե ես էլ եմ մասնակցել գործադուլին, ինձ չեն վճարի գործի տեղը, ասի չէ ոնց կվճարեն, արդեն օրն անցել է դուք դի նախապես գործի տեղն ասեիր, որ ենթադրենք վաղը չեմ գալու, որովհետև գործադուլի պետք է մասնակցեմ, իհարկե խանութը չէր վճարի, գործի տեղը չէին վճարի, բայց գոնե կարար արմիությունը վճարեր։ Իհարկե աշխատավարձից ահագին 50% ավել պակաս է լինում, բայց էլի գոնե լավա մի քիչ քան ընդհանրապես ոչ մի բան։ Հասա խանութ ժողովուրդ ջան մտնեմ
նասկիներ նայեմ, տեսնեմ ինչ նասկի կա հարմար, առնեմ իմ տղայի համար ու դուրս գամ։ Սրանցից վերցնեմ երևի։ Թե սրանցից վերցնեմ, այս կապա ֆիրման մեր խանութում էլ կա։ 39-42 սպիտակն էլ նայեմ կա, վերցնեմ։ Չէ, սպիտակը չկա չափսը։ Երկու հատ սրանցից վերցնեմ։ Սրանք ինչ են։ Սրանցից էլ կարելի է վերցնել։ Նասկիներն առա, հիմա մտնեմ, քան էստեղ եմ, մտնեմ կրոյդվատից, նայեմ մի հատ տոներ էի ուզում, տեսնեմ այս անգամ կլինի, անցյալ անգամ չկար։ Արևային կրեմները կարելի է բեյբիների համար նախատեսված է վերցնել։ Մի հատ 8.49, եթե երկու տեսակ վերցնենք, 14 եվրո 50 SPF։ Տակը ալյումինա, վրան էմալապատ 15 եվրոյա իջել։ Թավան չառա ժողովուրդ ջան։ Տակը ալյումիներ, վրան էմալապատ, բայց լավ տնտղեցի, էլի բաներ, ինչ որտեղ քերծված կար, մտածեցի ուրեմն կքերծվի, էս չէ։ Ես ուզում եմ էմալապատ, այսինքն էմալից, ոչ թե էմալապատ։ Կարծում եմ ամենալավը հենց էմալից է, կաթսաբաներն են, թավաները։ Օնլայն տեսել էի, պես անդադականջի հետև եմ գցում։ Օնլայն կպատվիրեմ, ուզում եմ կապարիչով լինի։ Դրա համար չվերցրի։ Մի անգամ էլ եմ ասել, տոներ էի ուզում դեմքի խնամքի համար, տոնիկն ու տոները տարբեր են, էլի դեմքի խոնավության բաների համար շատ լավ միջոց է։ Անցյալ անգամ որ եկա հարցրի չունեին։ Ասեց մենակ օնլայն կա, դե օնլայն էլ այդ պահին վաճառված էր չկար, դրա համար չկարողացա պատվիրեմ։ Հիմա այս անգամ ինչ բաներ խանութում կար, 12 եվրո արժեր։ Վերցրի մի հատ, բայց այդպես բանով դրած չէր ազատ, հատուկ մի հատ ամանի մեջ էր դրած, փակած, էլի որ երևի զանգը կարող է ամանի վրա էր դրած, որ հանգարց գողանան, իրանք խաբար եղնեն, էլի։ Այդպես մոտեցա ինքնասպասարկող կասային, որ վճարեմ ես, որ ինքս ինձ սպասարկեմ, այդ տղան վերցրեց այդ ամանը բան արեց, չգիտեմ ինչ արեց ինձ, չէ ամանից հանեց, ասեց կարաս ենտեղ արդեն դու բան անես էլի, ինքդ քեզ ոնց որ վճարես էլի, սկանանես վճարես, արեցի մի քանի բան էլ էի վերցրել, բայց չթողեց վճարեմ այդ կասան չթողեց վճարեմ, ասեց պետքա աշխատողը գա օգնի, երևի էլ լրացուցիչ ստուգելու համար էր։ Այդ տղային ասեցի արի, երևի դրա համար չի թողնում, արի տես ինչ ես անում։ Եկավ ինք այդ բան արեց, այդ էկրանի վրայից այդ պատուհանը փակեց, նոր վճարեցի։ Այդպես ժողովուրդ ջան, հաշվիս քարտիս վրա էլ բանի, կրոյդվատի քարտի վրա էլ ընդամենը 120 միավոր ունեի։ Անդադ հավաքվում է, կամ գումարից եմ դուրս գալիս, կամ մի բան վերցնում, այս անգամ ընդամենը 120 միավոր ունեի։ Լավ հիշեցի, թե երրորդ բանը ինչ էր, որ պետք է առնեի, ժողովուրդ ջան։ Պետք է աղբի են
PMD-ի համար կապույտ տոպրակներից առնեմ, այստեղ մի հատ խանութ կա, սա մտնեմ էդ էլ առնեմ, երեկ մոռացել էինք այդ տոպրակները դուրս տնենք, զիբիլի օրեր, վերջի պահին խաբար եղանք, մեքենան արդեն գնում էր, արագ հանեցինք աշուտը տարավ, տվեց, գցեց մեքենայի մեջ, մտնեմ կանաչին առնեմ, դուրս կամ այդ տոպրակներն էլ առնեմ ու գնամ, խանութը փակ էր, տոպրակ չկարողացա առնեմ, մնաց ուրիշ խանութից, բայց հիմա չեմ գնա, մնա հետո ոչինչ, ուրիշ տոպրակի մեջ կհավաքեմ, մինչև ամեն քաղաք իր տոպրակն ունի, տարբեր են էլի, անուններն էլ գրած են շատ տեղերում, քաղաքի անունը, համայնքի անունը գրած է էլի, այնպես որ հիմա չեղավ, ոչինչ, ես մի երկու բաններ վերջացրի, ոնց որ արդեն արևն էլ դուրս եկավ, ես էլ մի քիչ սկսեցի շոքել, հիմա ժողովուրդ ջան կգնամ տուն, մի հատ համով սուրճ կխմեմ, թարմաղացած սուրճից, այդ սուրճը շատ համով է, հատիկներով դե ընդհանրապես ավելի լավ է, քան աղացած ենք առնում, նախկինում որ հիշում եք են շատ շուտեր են, բանտարներն էին, ցուրտ, մութ, այդպես եմ հիշում էլ, այդ ժամանակներն է, որ կանաչ սուրճ էինք առնում, հովում էինք, ամնուշ հոտը տարածվում էր տան մեջ, հետո էլ սկսում էինք աղալ, մի հատ այսպես տնակի նման սուրճի աղալու բան ունեի, քուրիկս էր նվիրել փայտից, այսպես ոնց որ տուն լիներ, վերևից աղալու տեղներ, ներքևն էլ դարակ էր, աղում էի, այսպես բացում էի տակից, այդ թարմաղացած սուրճը, անուշ բույրը տարածվում էր, այդ դրանից սիրուն խմում էինք, այն ժամանակ դե հարևանուհիներով հավաքվում խմում էինք, հիմա չգիտեմ այդ սովորությունը կա թե չէ, թե հիմա մարդիկ որ զբաղված են էլ հարևանուհիներով չեն հավաքվում, չնայած կարող է Հայաստանում էլի կստացվի էլի, որ հարևաններով նստեն սրճեն, այստեղ չի ստացվում, այստեղ այնքան ենք հոգնում, որ ավելի օրինակ ես գերադասում եմ, մենակ նստեմ սուրճս խմեմ, կամ լավագույն դեպքում, ասենք աշոտի հետ ենք խմում, բայց հեչ իրար հետ սուրճ խմող չենք էլի, ինքը սարքում եմ, ասենք երկուսիս համար սուրճ եմ սարքում, ինքը մինչև ես սուրճի բաժակները դնում եմ, գալիս եմ, նստում եմ, ինքը խմում վերջացում է, ինքը տակ խմող է, ես էլ սառը խմող, այնպես որ ստացվում է, որ մենակ եմ խմում, բայց սիրում եմ այդպես, հաճելի, որ նստեմ, հանգիստ, բայց որ չշտապեմ էլի, ասենք գործի գնալուց առաջ որ խմում եմ, բան չեմ հասկանում, արագ խմում գնում եմ, ազատ օրերից չէ, լավ է, դնում եմ սուրճը սառում է, հանգիստ խմում եմ, հիմա սուրճ եմ ուզում, դրա համար այս թեման այսպես ծավալեցի, ժողովուրդ ջան, խմել եք այսօր սուրճ, ես մի հատ խմել եմ չնայած, բայց հիմա գնամ մի հատ սիրուն համով սուրճ կխմեմ, մի ձևի տոտ է, բայց ավելի շուտ ոչ թե շոկ է, մի ձևի տոտ է, տապա, տակա, չգիտեմ ինչ անձրև կգա, ինձ թվում է անձրև կգա, կարող է մի քանի կաթիլ գցի, բայց կգա, այս տարի բայց անձրևներ շատ քիչ եկան, զարմանալի, այսօր աշոտն ասում է, այս ոնց որ հեչ ստեղի նման չլինի, միշտ այս սեզոնին, ապրիլին, այս մայիս, բան շատ անձրևներ էին գալիս, հիմա չէ, չորային եղանակը, աշոտն ասում է, որ նկարում ես ինչի չես ասում վիդեոտ, որ լայք դնեն, որ մի քիչ ակտիվ լինի, ասում եմ, դե որ դուրերը գա, կդնեն էլի, ես ինչ ասեմ, հիմա ինչքան դնում են, ինչքան չեն ուզում չեն դնում, հիմա բոլորն էլ գիտեն այդ ամեն ինչը, առաջվանը չի, որ չգիտեինք, մեզ ասում են, եթե հավանում եք, լայք դրեք, մի բան գրեք, կամ հարցնում են, որ երկրից եք նայում, եղանակին համապատասխան բան եմ եկնում այսօր, պասուստոլմա, միջանկյալ պասուստոլմա, մեկ սարկում եմ, երեմի 3-4 ամիսը մի քիչ էլ եփվի ու կանջատեմ, այս սիրուն ծաղիկները մեր հյուրերն էին բերել, նախորդ վլոգը եթե նայեցիք, մեր հյուրերին տեսակ, իրանք են բերել, ձմեռային ռեժիմով եմ հագնվել, ցուրտ այսօր, Սալանդոյից կոշիկները բերել են, բացեմ, չեմ բացել, որ իրար հետ բացենք նայենք,
Արդեն մոռացել եմ, որ դիմն էի բացրել Zalando-ից դե Temu-ից էի պատվիրել։ Հա, իդեպ էս ցույց տամ նոր, քանի չեմ մոռացել։ Էս մի հատներ մնացել, էս էլ պետքա կպցնեի, այս շալվարները կարճացնելու բաներն են, նայեք։ Մի շալվարի համար է լինում փաստորեն, մի հատ է, մի շալվարի համար 5 հատ էր իմ պատվերի մեջ, այդ մի բանի մեջ էլի, ոնց որ մի պատվերի մեջ 5 հատ էր, 2 փողքին հերիքում է։ Շալվարները իհարկե ցույց կտամ էլի, ոնց է ստացվել, այս մի կողմը դնում ենք այսպես, այս դիրքով, այս ձևով դնում ենք շալվարի այդ կարճացրած մասի վրա, թրջում ենք ու հարթուկը պահում ենք, այսպես կպնում ենք։ Այսպես ժողովուրդ ջան, ասեցի մինչև են վերջ շալվարին կպցնելը ձեզ ցույց տամ, հետո իհարկե շալվարի վրա ցույց կտամ։ Հիմա տեսնենք այստեղ ինչ Marco Tosi ֆիրման։ Սիրուն թղթով են փաթեթավորել, հա, սևերն է։ Սևերն են, հա։ Սիրուն են, վատը չեն։ Մնում է, որ հագես լինի, ձևը դե սիրունն է, դե բնականաբար որ կարճ են գրում, շատ կարճ չի, բայց մի 5-6 սանտիմետր կլինի էլի գրունկները, դրանից բարձր չէի ուզում։ Փորձեմ նայեմ ոնց է լինում, հագես թե չէ։ Իմ ճիշտ չափսն եմ պատվիրել։ Temu-ից էլ մի հատ սև էի պատվիրել, մի հատ բաց գույներ ոնց որ, են հլը չեմ ստացել։ Այսպիսի կոշիկներ են ժողովուրդ ջան, հագնեմ նայենք ոնց է լինում, դե մաքուր կաշի չի, դե մաքուր կաշի ես չեմ էլ ուզում, չեմ ուզում կենթանիներին իմ համար սպանեն, մի քիչ փոքր է, սեղմում է, մի համար պետք է մեծ արած լինեի, փոքր չէ, հետ կուղարկեմ, սիրուն է, բայց ինչ արած, տարբեր ֆիրմայի կոշիկներ ընդհանրապես տարբեր է, էլի չափը գալիս։ Եթե ռևյու են գրած լինում, տակը էլի գոնե այդպես կողմնորոշվում ենք, սրան ռևյու չկար գրած, բայց փոքր է։ Ինչ արած հետ կուղարկեմ։ Փոքր է ժողովուրդ ջան։ Հետ կուղարկեմ։ Temu-ինը 2 չափս եմ արել, մի հատ իմը, մի հատ իմ ռազմերն եմ արել, մի հատ ավելի մեծ եմ արել, որովհետև այնտեղ գրել էին, որ խորհուրդ էին տալիս մի ռազմեր մեծ անենք, սրան գրած չէր, հետ ուղարկվի։ Որ ասեցի շալվարը կարճացնելու համար, նախ ուղիղ կողմից նայեք, տեսեք ինչ լավ սիրուն չի երևում, հիմա թարս կողմից, նայեք, այսպես կպցրել եմ, այսպես է ստացվում, ծալել եմ, այս էլ դրեցի վրան ու հարթուկով պետքա թրջենք ես, ջուր այսպես վրան պզացրի ու հարթուկով պահեցի վրան կպելա, շատ ամուր կպելա, չեմ կարծում, որ լվանալուց կարող է դուրս գա, սոսինձը դուրս գա, տեսնենք ոնց կլինի հետո, բայց հիմա շատ լավ է, իմ գործը շատ հեշտացրեց, շատ, արագ այսպես սարքեցի, 5 շալվար այսպես կպցրել եմ, 5 շալվարի արագ այսպես սարքեցի, էլ մեքենայի հետ գլուխ չեմ ցավացնի, խորհուրդ կտամ, եթե ուզենաք Temu-ում կա այսպիսի բան, շատ էլ էժան էր, 1.20 էր, երև 1.50-ի 5 հատ էր մեջը, 5 շալվարի համար, եղանակն էլ են ցրտել է ժողովուրդ ջան, կոլեգաներով ենք գնացել ենք մեր մյուս կոլեգայի տուն, ասում խոսում ծիծաղում ենք, դրա համար ձայները կտրել եմ, իմ սիրուն գեղեցկուհի կոլեգաները, իրանց հետ ես էլ եմ երիտասարդանում, լավ բանա, լավ կոլեգա ունենալը, հաճույքով ես աշխատանքի գնում, ասեմ, որ բոլորն էլ հայ են, ես իմ կոլեգաները հայ են ժողովուրդ ջան, իմ սիրուն հայուհիները, գեղեցկուհիները, ահա այսպիսով իմ վլոգը վերջացնեմ, իմ սիրելի բաժանորդներ, ինձ հարազատ դարձած մարդիկ, ու ձեզ ամենալավը ցանկանամ, ամենայն բարիք ձեզ, լավ մնացեք, սիրում եմ ձեզ, հաջողություն, կհանդիպենք հաջորդ վլոգում։